Բաթումիում երկրորդ տևած ոսկետաղանդ 2011 միջազգային երաժշտական մրցույթում Հայաստանը ներկայացնող Լիլիթ Հովհաննիսյանը հաղթող ճանաչվեց լավագույն կին վոկալիստ եւ ժյուրիի հատուկ մրցանակ անվանակարգերում։ Իսկ ըստ հորիզոնականների, ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում Հայաստանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։ Առաջին տեղում Մոլդովան է, երկրորդում Վրաստանը։ Առաջին մրցութային օրը մասնակիցները ներկայացրել են համաշխարհային հիթեր, երկրորդ օրը իրենց երկրում հայտնի երգեր։ Ի դեպ, Լիլիթ Հովհաննիսյանը 18 մասնակիցներից միակն էր, ով ազգային երգը Կոմիտասի Էսգիշեր ստեղծագործությունը կատարեց առանց նվագակցության։ Բավականին ուրախացա նրա համար, երբ որ լսեցի, որ ինքը Կոմիտաս վերցրեց։ Դա շատ դժվար քայլ է, ես ձեզ ասեմ, եւ ամեն մի երգիչ չի, որ կհամարձակվեր, բացի դրանից, որ Կոմիտաս վերցներ, երգեր ակապելա։ Իհարկե, ես որպես պրոֆեսիոնալ կարող եմ այնտեղ ինչ-որ բաներ գտնել, բայց դա չի կարևորը։ Երվանդ Երզնկյանի համար ոչ մի նշանակություն չունի մեր մասնակցի զբաղեցրած հորիզոնականը։ Ինձ համար ամենակարևորը այն է, որ մենք երբ որ ինչ-որ մեկին ուղարկում ենք մրցույթի եւ այդ մարդը ելույթ է ունենում, մենք չենք կարմրում նրա համար։ Լուսինե Դեմիրճյան, Հովսեփ Հովսեփյան, IPV